Տիկին Ավանեսյան, փաստորեն ձգվելուց հետո այս նախաձեռնություն նախագիծը վերջապես հասավ խորհրդարան, սակայն ինչպես տեսանք, որոշակի բացեր կան, կապված այդ ցանկի հետ, ինչպես ընդդիմադիրները նշեցին, դուք ասացիք, որ ձեր քաղաքական թիմի կամքն է, որպեսզի համընդհանուր ապահովագրություն լինի։ Ինչի հետ է կապված, որ հենց հիմա է բերվում ընտրությունների այսպես շեմին, արդյոք այս հափշտապություն կա այս։ Դե գիտեք, այո, ձգձգված է 90-ական թվականներից ձգձգվելով եկել հասել ենք այսօր եւ ես շատ ուրախ եմ, որ այսօրվանը հասանք ի վերջո եւ մեր խմբակցության եւ քաղաքական հանձնառություններ կառավարության ի վերջո ունենալ քաղաքակիրթ առողջապահական համակարգ, որը ըստ էության կխրախուսի առողջության պահպանումը, կխրախուսի կանխարգելումը, վախ հայտնաբերումը եւ մարդուն կտա կանխատեսելիություն եւ ֆինանսական բեռի թեթևացում։ Մենք այսօր քննարկումները եւս ցույց տվեցին եւ падգամավորների կողմից բազմիցս նշվեց, թե ինչքան սպասված է այս նախագիծը մեր քաղաքացիների կողմից։ Այո, առողջությանը վերաբերող հարցերը բոլորին են վերաբերում եւ հենց այս առումով ես չեմ խորշում եւս մեկ անգամ կրկնելու, որ սա պատմական քայլ է եւ մենք պիտի անենք հնարավորինս, որպեսզի մեր քաղաքացիները գոհ մնան մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից։ Գիտեք, ինչ որ բաց էր, որ նշում եք, ինչ բաց։ Բացեր ես նշեցի իմ խոսքում բազմաթիվ անգամ, որ ենթահորեզրական փաթեթները մշակված են, նախագծերը առկա են, դրանք օրենքների հետ ներկայացնելու պրակտիկա չկա այդպիսին, եւ ըստ էության, եթե падգամավորները ցանկություն ունեին ծանոթանալու ենթահորեզրական նախագծերի եւս կարող էին շատ հանգիստ ծանոթանալ, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, ցանկությունը լսեցի, որ ուզում են ծանոթանալ, հնարավորությունը կստեղծենք։ Հիմա բուժծառայությունների ցանկը կոնկրետ կա, այսինքն կարող ենք մտնել եւ տեսնել ինչ ծառայություններ կան։ Դրանք նախագծային փաստաթղթեր են, չեք կարող մտնել տեսնել, նախագծերը պիտի հրապարակվեն։ Ես ասացի, որ որոշ նախագծեր օրենքի առաջին ընթերցումը, երբ որ արդեն կունենանք, որ նախագիծը օրենքի այլևս այսպես փոփոխությունների շատ բան չի ունենա, անպայման կհրապարակենք հենց նախագծի տեսքով։ Տիկին Ավանեսյան, դուք Նիկոլ Փաշինյանի հետ բոլոր պատարակներին գնում եք եւ այսօր հայտարարեց, որ Գրիգոր Լուսավորիչում այս կիրակի լինելու երեք երեկոյան մենք տեսանք արդեն հոգեվոր հայրերի սրբազանների հանդիպումը Փաշինյանի հետ։ Արդեն Փաշինյանը պատրաստում է վերջնական փուլին, այսինքն կաթողիկոս հեռացմանը, դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ են քննարկել հոգևորականների։ Մենք դեռ պատրաստում ենք Կիրակի օրը գնալ պատարակի եւ շարունակելու ենք Կիրակի օրերը գնալ պատարակի եւ սա է մեր քայլերը։ Իհարկե մենք միանշանակ դրական ենք գնահատում նաեւ մեր եպիսկոպոսների արձագանքը, որովհետեւ ըստ էության, գիտեք, եւ հանրության եւ բոլորի մոտ անհասկացողության եւ ինչ ասեմ, անազնվության եւ սրբապղծության այդ նստվածքը չի կարող վերանալ, մինչեւ որ հստակ դրան արձագանք ու պատասխան չլինի։ Եվ եկեղեցու հիմքերը խարխլող նման արատավոր երևույթներն են, որ վնասում են եկեղեցուն։ Բայց տեսեք, այնտեղ կային հոգևորականներ, որոնց հետ կապված եւս քիչ չեն տեղեկությունները մամուլում, եւ բիզնես գործունեության հետ կապված, եւ կուսակրոնությունը խախտելու հետ կապված, ստացվում է Փաշինյանը մի մեղք գործած, ինչպես ինքն է ասում, կուսակրոնությունը խախտածով, մյուսինը փորձում հեռացնել եկեղեցին։ Գիտեք, նաեւ ուզում եմ ասել, որ հանրային ճնշումները բոլորի նկատմամբ միատեսակ պետք է լինեն, պահանջները միատեսակ պետք է լինեն։ Եթե դուք ունեք նման փաստեր, դուք էլ բարձրաձայնեք։ Մենք ունենք ուրեմն բազմաթիվ բաներ են գրվում։ Դե շատ լավ, բա ինչու հենց ուրեմն Կտրիչ Ներսյանից չեք պահանջում, որ նույն ձեր նշած անձանց հետ կապված որևէ կարգապահական գործողություն սկսվի, ինչու չենք պահանջում։ Իհարկե պահանջում ենք։ Այստեղ որևէ տարբերակում չի կարող լինել։ Եթե մարդը խախտում է եկեղեցու կանոնները, ուրեմն պիտի դրան արձագանք լինի, անկախ նրանից ով է դա։
Իսկ կաթողիկոսի տեխնացու, այսպես ասած, որտեղ այսօր մամուլը գրել էր, որ տեխնացու եք արդեն ընտրում կաթողիկոսի։ Այ Ժորժ ջան, լավ էլի։ Անգամ հարց չեմ համարում պատասխանելու։ Փուլը երբ է մոտենալու։ Ժամկետեր նշել Նիկոլ Փաշինյան օրինակ Էջմիածին։ Որևէ ժամկետ չի նշել վարչապետը։ Հավաքի հետ կապված ժամկետներ են։ Որևէ ժամկետ չի նշել եւ գիտեք սա կարծում եմ շատ առողջացնող process է ընդհանուր առմամբ ես նորից եմ կրկնում հոգևոր կարիքները մարդու եւ հոգևոր նորոգումը շատ կարեւոր process է եւ պատարագին մասնակցելը կարծում եմ մեր վրա բոլորիս վրա շատ դրական է անդրադառնում։ Նորոգումը չի բերում եկեղեցու պարակմանը։ Բացա չի կարող այդպեսի բան դե հակասող բաներ եք ասում։ Այսինքն կներեք էլի անազնվությունն ու սրբապղծությունը բերում է եկեղեցու միասնությանը, այդպեսի բան կարող է լինել, որևէ հանրության մեջ կանոնների խախտումը բերում է միասնության, իսկ բանը հարցերի բարձրացումը բերում է պարակտության, խնդիրները չվերհանելն է բերում անկման, երբ որ մենք չենք անդրադառնում իրականությանը, սա է խնդիրը մեր երկրում։ Այսինքն պարակման խնդիր չկա, որովհետև տեսեք, բայց փաստը այդ բանի մասն է խոսում Տիկին Ավանեսյան։ Մի կողմում Մայրաթորը իր հոգևորականներով, մյուս կողմում Նիկոլ Փաշինյանը յուրային հոգևորականներով։ Եկեղեցին այստեղ չի պարակվում։ Որևէ պարակտում չկա, հայ հասարակությունը միասնական է եւ հանրային արձագանքը դա հստակ ցույց է տալիս։ Ժողովրդի հանրային արձագանքը հստակ ցույց է տալի, որ բոլորս միասնական ենք մեր որոշման մեջ։ Մեր եկեղեցին նորոգման կարիք ունի։